ակտիվորեն եւ մեծ ոգևորությամբ պատրաստվում են թերևս տարվա խոշորագույն իրադարձությանը։ Ավարտին են մոտենում արդեն մեծ բեմի հավաքման կառուցման աշխատանքները, որտեղ հայ եւ ֆրանսիացի ամենահայտնի արտիստների մասնակցությամբ մեծ համերգ միջոցառում է տեղի ունենալու, նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանն ու մշակութային համագործակցության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ բարեկարգվել, թարմացվել եւ արդեն տոնականորեն զարդարվել են քաղաքի մյուս բոլոր կենտրոնական հատվածները։ Քաղաքը պատրաստվում է հյուրընկալել Էմանուել Մակրոնին։ Գյումրին նորից հայտնվել է կարևոր իրադարձության կենտրոնում, Հայաստանի տարբեր մարզերից, արտերկրից հազարավոր հյուրեր ունի քաղաքը։ Հանգստյան օրերը ընտանիքներով անցկացնում են Գյումրիում եւ սպասում երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով մեծամասշտաբ համերգ միջոցառմանը, որին ներկա են գտնվելու Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Բարեկամ եւ հայասեր Ֆրանսիան եւ ֆրանսիացիներին պատրաստ են մեծ ջերմությամբ ընդունել։ Ոգևորված են թե գյումրեցիները, թե Գյումրի այցելած հյուրերը։ Սիրում եմ այդ ժողովրդին, որ իրանք էլ մեր հայերի։ Ցանկացած բարեկամություն էլ շատ հաճելի է, շատ ողջունելի է, որ Երևանից դուրս ինչ որ քաղաքներ փորձում են ավելի աշխուժացնել։ Ոգեշնչում այս նման միջոցառումները ավելի լավ է լինում ամեն ինչ, գիտեմ, մի տեսակ կյանք կա։ Քաղաքի մուտքից մինչև կենտրոնական հրապարակ ու հարակից փողոցներ ծածանվում են Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշները, իսկ շենքերի պատշգամբները զարդարված են ծաղկային փնջերով ու գունեղ կոմպոզիցիաներով, որոնք իրենց հերթին տոնական տրամադրություն են հաղորդել Գյումրիին։ Շատ հաճելի է, որ սենց կազմակերպում են սենց հետաքրքիր կոնցերտներ, թող կան, թող մենակ խաղաղություն եղնի, պատերազմ չեղնի, մեր ջայլներն ուրախանան, երգեն, պարեն։ Ես էլ ընկերուհուսս աղարի մի ադամ ֆրանկ նայենք։ Կառավարության միջոցներով ասֆալտապատվել, բարեկարգվել են կենտրոնական հատվածները, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից փողոցները, Բագրատունյա ծողակը։ Պատմական իրադարձություն է սպասվում Գյումրիում, իսկ հյուրեր ընդունելու հարկն ու կարգը դրան համապատասխան է։ Գյումրեցիներս թասիվով ժողովուրդ ենք ու փորձում ենք բոլորեն մեր այբները, այսպես ասած, պահել, փորձել ուղղել, որովհետեւ մեր հյուրերը ամենալավը տեսնեն ու նաև այդ ամեն ինչը հետո մնալու է մեր գյումրեցիների համար։ Շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք այս կարճ ժամանակահատվածում մի քանի փողոցներ կարգավորել, նաև այն ինչ հնարավոր է անել, որ մենք Գյումրին ավելի ու ավելի լավը ցույց տանք աշխարհին, մենք դա արել ենք։ Երեկվանից երթևեկության սահմանափակումներ են գործում հրապարակին հարող փողոցներում, ամբողջությամբ կփակվեն հրապարակ տանող բոլոր մուտքերը։ Տվյալ փողոցներում երթևեկությունը կիրականացվի խստացված հսկողությամբ։ Վարորդներին նախապես տեղեկացրել են սահմանափակումների մասին։ Չէ, ինչու խանգարում, շատ հաճելի է թող լինի։ Ու ավելի հաճախակի թող լինի։ ես գտնում եմ հնարավոր է, որ դիմանալ ամեն ինչին։ Ներողություն ենք խնդրում են անհարմարությունների համար, բայց հասկանալի պատճառներով այդ պիտի լինի ու այդքան է շատ անհարմարություն չի լինի ամեն դեպքում գյումրեցիների համար, կենտրոնն է լինելու փակ, հասկանալի ինչ հյուրեր են գալիս, մենք որպես այդպիսի շատ փորձում ենք մեր գյումրեցիներին չնեղել, իսկ կենտրոնական հրապարակը քաղաքացիների համար բաց է, բոլորը կարող են գալ, մասնակցել։ Պատմական համարվող այս իրադարձությունը կլրացնի պետական հասարակական ազդեցիկ գործիչների Գյումրի այցելությունների շարքը։ Առաջին անգամ 1990 թվականի հունիսի 10-ին Հայաստան այցելեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրեթ Թետչերը։ Երկաթելեդին մասնակցեց Լենինականի թիվ 20 անգլիական դպրոցի բացմանը, որը բրիտանական կառավարության նվերն էր քաղաքին։ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին Գյումրիում իր արձանի բացմանը մասնակցեց աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը, ում ստեղծած Ազնավուր հիմնադրամը շարունակում է մեծ հայի գործը։ Քաղաքի համար պատմական օր էր 2016 թվականի հունիսի 25-ը, երբ Գյումրի այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց հրապարակում։ Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարները կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգին, հարգանքի տուր կմատուցեն երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նախատեսվում է շրջայց քաղաքի կենտրոնում այցելություն թիվ 10 ֆրանսիական դպրոց, որը Ֆրանսիայի կառավարության եւ ֆրանսիացիների նվիրատվությունների շնորհիվ կառուցվեց 1997 թվականին դպրոցի ավերակների տեղում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։